ամեն անգամ ժողովուրդ ջան, իմացեք, երբ բնական մենաշնորհը սպասարկող ընկերությունը, ջուրն է, ջերմուղկոյուղին է ավելի ճիշտ, վիոլա է, ինչ է, հա, գազն է, այս բանն է, էլեկտրականությունն է, ուզում է կին սահմանվի, քանի որ իրենք մենաշնորհատեր են, բարեբախտաբար պետություններում, ժողովրդավարական պետություններում իրենք իրավունք չունեն միանձնյա կին սահմանելու։ Հասկանում եք, չէ՞, այսինքն եթե ես մենաշնորհային բոլորի էլեկտրաէներգիա մատակարարողի ես եմ ու մարդիկ չեն կարող ուրիշ տեղից էլեկտրաէներգիա ունենա, բացառությամբ արևային մարդկոցով, տվիժոկով, բան, որը շատերին չի տրված, չեն կարող, տվիժոկով ավելի թանկ է լինում, իրենք իրավունք չունեն ինքնուրույն կին սահմանել, թե չէ կտնեն մի այնպիսի կին կսահմանեն, որ աղքատները լույս չեն ունենա, հարուստներից էլ եռապատիկ կքերեն, էլի։ Դրա համար նախատեսված է, որ երկրներում այս բնական մենաշնորհներ սպասարկող ընկերությունները դիմում են պետական հանձնաժողովի թղթերով, հաշվարկներով, մաթեմատիկան մեջը, հիմնավորումներով, թե ինչու են ուզում, որ էլեկտրաէներգիան վաճառվի այսինչ գնով։ Պարզ է, չէ՞։ Հանձնաժողովը իր մասնագետներով, աշխատակազմով մարդիկ կան, կարող են հրավիրել ուրիշ մասնագետներ, ոլորտին տիրապետող, գազինը ուրիշ է, ջուրն ուրիշ է, լույսն ուրիշ է եւ այլն, որը գալիս ուսումնասիրում է, թե այս մարդկանց ներկայացրած հաշվարկները որքանով են իրատեսական։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։